Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ Փակ TV-ի բոլոր հետևորդներին։ Եթե հիշում եք, օրեր առաջ ասացի, որ մենք առաջիկա մեր հաղորդումներից մեկում սպասում ենք մեր ճանաչված վերլուծաբան, հրապարակախոս հայ մայրերի 21-րդ դար հայ մայրերի միության հիմնադիր նախագահ Գայանե Գասպարյանին եւ ահա Տիկին Գասպարյանը մեր տաղավարում է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարեկոչյան։ Միշտ ուրախ ենք ձեզ դիմավորել, ընդունել այստեղ եւ պիտի ասեմ, որ մենք անհամբեր սպասում ենք ձեզ ինչու, որովհետեւ դուք շատ այսպես ճշմարտացի վերլուծությունից բացի շատ հետաքրքիր նաեւ փաստեր եք բերում այս իրավիճակում հայտնված մեր երկրի անցուդարձից։ Տեսեք, ինչպես եղավ նախ որ մեր երկիրը հայտնվեց նման ծանր իրավիճակում եւ ինչ ելքեր եք տեսնում։ Մինչև հարցին պատասխանելը թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորին իրենց մեկնաբանությունների համար, որը ես կարդում եմ շատ հաճելի է գիտակցել, թե ինչքան մտավորականներ կան, ինչքան համախոհներ ունեմ ես։ Շնորհակալություն, շարունակեք, ես բոլորը կարդում եմ։ Իսկ հիմա ասեմ հարցի պատասխանը, ինչպես եղավ, մենք առհասարակ պայքարում ենք վերջից, երբ որ մենք գիտակցենք, պարոն Ղուշյան, թե երբ սկսվեց, ինչի դա սկսվեց։ Եկեք ամփոփենք կարճ կոնկրետ։ Երբ որ փլուզվեց սովետական միությունը, մենք աննկատ ընկանք սիոնիստական իշխանության տակ։ Ինչպես եղավ, որ մենք չհասկացանք, որովհետև նրանք ունեն իրենց կադրերը նախապես արդեն պայմանավորված, պատրաստած, եւ այդ կադրերը սկսեցին գալ առաջ, որը սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանից։ Խոչիկ մերժի, որ ասեմ, որ դուք մասոն եք, պարոն Տեր-Պետրոսյան, Բնականաբար մայրը հրյակինը հրյայինքը հրյա անցանք առաջ։ Ինչ կատարվեց, ամբողջ Հայաստանի թեթև եւ ծանր արդյունաբերությունը տեղում վերացրեց։ Մենք ունեցել ենք հաստոսներ, որոնք վաճառվել են ընդամենը 2-3% արժողությունը, առանց գիտակցելու, որ մեջը շատ թանկարժեք մետաղներ կան կամ ալմազներ կան, չէ՞, թե գիտության արդյունքում կամ այդպես մեզ ասել է, բայց ավելի թանկ են վաճառել, արդեն կարևոր չէ։ Փակվեցին բոլոր գործարանները, փակվեցին բոլոր գիտահետազոտական ինստիտուտները, մշակութային արժեք կրող հիմնարկները, ինչ կատարվեց, դա կատարվեց, ու մենք լռեցինք։ Ամբողջը վերագրեցինք, դա պատերազմը հաղթել ենք, բայց մեր ներքին պատերազմի մասին, հոգեգաղափարական պատերազմի մասին ոչ մեկ չմտածեց, ոչ մեկ չասաց, որ մենք այդ պատերազմը հաղթելով պիտի պահպանենք, պայքարենք, հաղթենք հայ ազգային արժեքները, որը աստիճանաբար մեզ զրկեցին, վերացրեցին ամբողջի, բոլորիս, ամբողջի, ու ոչ մեկ չասեց, որտեղ են պարոն Տեր-Պետրոսյան, մեր մատենադարանի գաղտնի ու դեռ չբացահայտված, ու դեռ չհրապարակված այն փաստաթղթերը, այն մատյանները, այն գրությունները, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն, ումը վաճառեցիք, ինչքանով վաճառեցիք։ Ոչինչ այնպես չի արվում։ Հետո որից հետո գալիս է երկրորդ արհավիրքը, անունների չեմ ուզում տամ, տհաճ է, երրորդ արհավիրքը, չորրորդը, եւ այդպես շարունակվելու է, որովհետեւ երբեք չհավատակ, որ Հայաստանում կարող են իրական ընտրություններ լինեն։ Այս ընտրությունները ապացուցեցին իմ նախկին հաղորդումների ժամանակ ասված ընտրությունների ամբողջ բովանդակությունը, երբ որ ասում եմ ընտրությունը արդեն արված է վերևում, այսինքն դրսի ուժերի կողմից, ու բերվում է իրենց վասալը, արդեն ընտրված, պատրաստ դրված, մենք ընդամենը գնում ենք ընտրություններին, որպեսզի կարողանանք օգնել իրենց թաքցնելու այդ կեղծվածությունը։ Որևէ մեկը հարց տվեց Վրաստանի սահմանին, որ տասնյակ հազարավոր թե 100,000-ից չեմ էլ հիշում արդեն թվերը, կեղծ անձնագրեր կթան հայկական, ինչն էր, ով էր պատվիրել եւ ինչ նպատակով։ Բայց դրանք բոլորը ընտրել են, այդ կեղծ անձնագիրը, մարդը չկա անձնագիրը կան։ Բայց մենք դարձյալ լռում ենք, մենք նման ենք այն հիվանդին, որ ամեն անգամ, ամեն ցավ, ամեն մի վատանալը, ամեն մի երևույթ, վատ տհաճ, բացասական երևույթը լռում, կարող է լավանա, մինչև հասնում ենք մահվան շեմին։ Այդպես էլ մենք ենք մեր ապագայի հետ վարվում, ոչ մեկ չի հարցնում ինչի, դուք ասում եք ինչպես եղավ, որ հասանք այս վիճակին, այ դրա մտեց եղավ, երբ որ դու
թեքվում ես Աստծուց, ընտանեկան արժեքներից, հայ ազգային արժեքներից, առաքինությունից, մարդկային ու բնական արժեքներից ու կախվում ես սիոնիստական անիծված դոլարը դառնում է նպատակ ու սերունդը ձգտում է դրան հասնի դոլարին, այլ ոչ թե մարդկային արժեքների վեհանձն առաքինի հանճարեղ տաղանդի իր բացահայտմանը, հա? Այսօր ումն ենք մենք օրինակ բերում։ Ես դեռ հələ ապշած եմ, որ մենք այդքանից հետո պարոն Ղոշյան այդքան հանճարեղ ու տաղանդավոր երիտասարդներ եք տալիս։ Բոլոր ասպեկտներում, դա կլինի սպորտ, կլինի շախմատ, կլինի գիտական օլիմպիադաներ տարբեր առարկաներից։ Ցավոք սրտի, այդ օլիմպիադայի հաղթանակած տղաներից ու աղջիկեքի քեսից ավելը չկան։ Գիտեք ուր են։ Պայմանագրով տարել են Կանադա, Անգլիա, Դանիա, Շվեյցարիա, մենք անգիր գիտենք, բոլոր տվյալները կա։ Մեր երեխեքին տանում են այնտեղ որտեղ ապագա չունեն։ Ստեղ պետք չեն մտավորականներ, ստեղ պետք չեն գաղափարախոսներ, որովհետև ժեխը կներեք, ժեխը չի հանդուրժի խելոք մարդու ներկայությունը կոնտրաստը մեծ է լինում։ Պատկերացնում եք պայծառատես հզոր հայը ու կողքի ավանակը, բարձ չի, որ կոնտրաստը շատ մեծ է լինում, բայց նման մարդկանց պետք է տային ստացական։ Պարոն Ղուշյան, անկախ իրենց կամքից ծնված այդպես էլ մարդ չդարձած, բայց դարձած ազգի համար պատուհաս ցարական լուծ ազգի վզին, բայց մենք հանդուրժում ենք, ահա ողբերգությունը որտեղ է։ Այդ մարդիկ ծառայում են մենակ մի բանի համար։ Այդ մարդահամարի ժամանակ գլխականակ ապահովելու համար, այնտեղ ուրիշ բան չկա, միայն ու միայն վնաս։ Միշտ ռուսերեն լավ բառ կա ущербный, այսինքն թերհաս, թերարժեք, հայերեն տենց չի հնչում, թերարժեք։ Մարդը փոխանակ աշխատի իր արժեքը բարձրացնի, իր հոգեգաղափարական արժեքների վրա աշխատի, չէ, նա պիտի վրեժ խնդիր լինի այդ զարգացած կայացված մարդուն հետապնդի, խոշտանգի, ձերբակալի, սպանի, վտարի, ինչը որ արվում է 35 տարի շարունակ, բայց մենք դարձյալ ավելի լավ չիմանանք։ Իրականությունը ցավալի է, դաժան է, բայց մենք լռենք, հա սիրելի ժողովուրդ, լռությունը բերում է այս վիճակին, մենք այսօր այս վիճակի ենք, դա լռության ու հանդուրժելու։ Եվ ես չեմ հոգնի նորից կրկնելու, դա եղել է հազարամյակներ առաջ, երբ որ մեր Բիբլիայի մեջ, մեր Աստվածաշնչի մեջ հրյաները իրենց փոփոխությունն ու միջամտությունները մտցրեցին, բայց մենք կուրորեն ընդունում ենք դա, այսինքն մի երեսի տապտակում են, մյուսը դեմ տուր, ստրուկի հոգեբանություն, թշնամուտներիր ու սիրիր, թուրքին պիտի ասեն, ոչինչ որ 4 միլիոն հայ ես մոր, թե ես քեզ ներում եմ ու սիրում եմ, այսօր ինչ ենք անում, դա ենք անում կառավարական մակարդակի վրա, վաղը ստիպված պիտի լինենք օրենքի ուժով մենք էլ ենթարկվենք, կամ ինչ ուզում ես արա վերջում ասված կների, տես բան չկա, լինես մանկապիղծ, լինես սիրիական մարդասպան, լինես հայրենիքի դավաճան, բայց Աստված քեզ կների, դուք ում Աստծու մասին եք խոսում, Լուցիֆերիը, նա ձեր Աստվածն է, մենք մեր Աստվածն ունենք, ինքը միակն է, այսպես բաներ կա, ու մենք այսպես չնկատելով, հանդուրժելով, լռելով, դե դա ինձ չի վերաբերվում, ես մենակով ինչ կարող եմ անել, դա արդարացում չի, ոչ մի հայ մենակ չի, մեզ ուղղակի մասնատեցին, մենք թույլ տվեցինք, մենք սկսեցինք թշնամանալ, երբ որ մարդ էր մահանում, ամբողջ թաղը մասնակցում էր այդ թաղմանը, օգնում էին, անում էին, հարսանեկեր ամբողջ թաղը հավաքվում էր, մեկը հանկարծ նեղության մեջ կամ վիրահատվում էր, ամբողջ թաղն էր գնում, բարեկամներին հերթ չէր հասնում, այսօր մարդը մեռնում է կողքի դուռը, չգիտի, ասում է, բա ուր է մայրդ, ասում է, մահացել է մի ամիս առաջ, ոնց ասեցի մահացել է, չեք էլ ասել, դե մենք ասում է, սքո սրահում հուղարկավորեցինք, ընդեղից թաղեցինք, դու տեսեք ուր ենք հասել, ով ջնջեց մեր մարդկային այդ արժեքները, ջնջողները կան, միշտ եղել են, բա մենք խի թույլ տվեցինք, ուր է մոր կերպարը, ժողովուրդ դուք հասկացաք ինչի համար մենք տենց խոշտանգվեցինք, իսպար վերացվածա մոր նշանակություն ու դերակատարումը ոչ միայն այսօրվա, այլ ապագայի մոլորակի գոյության համար, ով է մայրը, ոչ ոք, ոչինչ, հարց եմ ուզում տամ սկսած դրախտից, օծը հայտնվեց դրախտում, հարամեց այդ խնձորը պտղաբերության սիմվոլը տալիս է կնոջը, որ մայրանա,
Հետո էլ ասում է դու մեղքի մեջ ես։ Ու մեզ 2000 տարուց ավել 4-5000 տարի համոզում են, որ մենք մեղքի մեջ ենք։ Բացի Սուրբ Մայրամից ուրիշ մայր չկար, անգամ Սուրբ Մայրամի ձեռից որդուն տարան։ Նրան այդ իրավունքից զրկեն, դա ասում ենք արդեն ոչ ոք ենք։ Մայրը մոռացել է, կորցրել է իրան, մայրը չգիտի իր նշանակությունը, իսկ առանց մայր ոչինչ չկար, ոչ կար մարդկություն, ոչ պետություն, ոչ կրոն, ոչ մշակույթ, ոչ արվեստ, մայրն է ծնել, ֆունդամենտում մայրն է կանգնած։ Ահա թե ինչի սիոնիստական ամբողջ այդ հրեշավոր արհավիրքը սկսեց մորից ամենակարևոր ու թանկ արժեքից։ Այսօր խեչմերը շշմում ասում է, խի մենք տենց կարևոր ենք։ Վերցրեցին մայրերի ձեռից, ասեն դու պիտի երեխեն բերես, չկրտալով իրեք տեղ աշխատես, զայնետ կտրես ու երեխուն կերակրես, իսկ մենք ոնց կդաստիարակենք, այսօր մորը երեխային դաստիարակում են, ինչ ովքեր են դաստիարակում, սորեսականները, սեկտաները, տարբեր կազմակերպություններ արատավոր, սիոնիստական արատավոր կազմակերպությունները, էլ ես չասեմ, որ երեխային 7 տարեկանից տանում սեռափոխություն են անում ու դու իրավունք չունես ձեն հանես, բա որ ամոր իրավունքը, միջազգային կառույցները մորուման կամ պահպանման որտեղ են, որն է իրենց նշանակությունը, երբ որ այսօր մորից վերցնում են երեխուն, չի էլ հարցնում, մի խումբ ամբիցիաների մեջ խեղդված խեղկատակ միաբջիջ նարկաման ու ԼԳՊԴ դարի մի ասա արատավոր մարդիկ այսօր մոր ձեռներից վերցնում են մատաղեն անում այդ երեխեքին իրանց նպատակներին հասնելու համար ավելի հարստանալու համար, որտեղ զենք է վաճառվում, միլիարդ են աշխատում մեր երեխեքի արյան հաշվից, բայց մայրը ձայնազուր կա եղել մինչ այսօր։ Այսօր հայ մայրն իր ձայնն է բարձրացնելու, շուտով կլսեք հայ մայրերի համաշխարհային երթը։ Տիկին Գասպարյան, ուզում եմ խոսենք այն արգելքի մասին, որը գալիս է Ռուսաստանի կողմից այս դիրքիր ներմուծող հայկական ապրանքների կապակցությամբ։ Սա ինչով է բացատրվում։ Ես լավ չհասկացա վերջում ինչ ասեք։ Հայ ապրանքների, հայկական ապրանքների ներմուծումը Ռուսաստան արգելքի է արժանացել։ Դե դու գիտեք, որ անկախ նրանից, որ ես համակրում եմ ռուս ժողովրդին, խնդրում եմ տարբերեք, որովհետև երբեք ժողովուրդը կապ չունի կառավարության հետ։ Մեր օրինակը վերցեք, նույնը բոլոր տեղա։ Ես պետք է անկեղծ ասեմ, դա շատ ողորմելի որոշում էր, շատ նսեմացնող առաջին հերթին Ռուսաստանին, որովհետև ասում ենք ռուսկա ջրժավա, ռուսական մեծ իշխանություն, հզոր պետության մաններ ոստորացուցիչ քայլերը։ Հարցս հիմա կուզենայի ռուսերեն ասեմ, բայց հայերեն ասեմ, հետո ռուսերեն կասեմ։ Չէ, սկզբից русերեն ասեմ, հետո հայերեն։ Хотелось бы обратиться к Владимиру Владимировичу Путину. Как вы думаете, правильное решение было для великой державы России мстить маленьких 2-миллионный народ, армянский народ, народ, который дал больше России во всех сферах, я имею в виду и в науке, и в технике, и в военное оборудование, и в искусстве, во всем. Величайших великих армян служили России. Вот это и ваша благодарность. Мстить маленькому народу, цивилизованному, доброму, доброжелательному, гениальному народу из-за какого-то несостоявшегося больного человека, которого ваши сионисты навязали на вас. На нас, извините, на нас. А? Это и есть ваш ответ? Тогда мне жалко этой державы. Հիմա հայերեն, ես ընդամենը դիմեցի Ռուսաստանի նախագահին, սա էր ձեր վերաբերմունքը, երբ որ իմ հայ հանճարները ծառայել են Ռուսաստանի դարի շարունակ բոլոր ուղղություններով արվեստ կլինի, մշակույթ կլինի, գիտություն կլինի, զինված բանի զենքերի արտադրման, ռադիոտեխնիկայի ամեն բոլոր հարցերում, հա։ Եվ այսօր դու վերցնում ես 2 միլիոնանոց ազգին վրեժ ես լուծում, ծիրանը չեմ վերցում, ջերմուկը չեմ վերցում, չգիտեմ ինչը չեմ վերցում, էսա քո պատիժը կամ պատասխանը, դա շատ ցածր է։ Դա հեչ հզոր պետության պատասխան չի։ Դա նույնը ոնց որ փեղը դուրս գա, օրինակ եմ ասում, փոքրիկ եղնիկի ձակի դեմ կռիվանի։ Դա ցածրացնում է ձեզ, ոչ թե եղնիկին։ Չի կարելի տենց։
թեև ես այդքան էլ դժգոհ չեմ, ինքը իր լավ արդյունքը տվեց, որովհետև հիմա արդեն այս տարի իմ ժողովուրդը ծիրան կուտի։ Ինչիշ ասած, ես սպասում էի մեր այդ ծիրանը արտահանողներին, որ ծիրանը կտանեն որփանոցներ, ծիրանոցներ տարեք էլի, մեկը չեն վերցնում։ Շուկայում ծիրանը այսօր ես առել եմ 1300 դրամ, 1400 դրամ, տարբեր տեղից 2 կիլո առել եմ։ Դա պետք է այսօր լիներ 600-700 դրամ մաքսիմում, չէ՞, դարձյալ թանկ է։ Բայց օքեյ, եղավ, թող տենց լինի։ Բայց տարեք մանկապարտեզներ, ծերանոցներ, որփանոցներ օգնեք, բազմազավակ մայրերին։ Արեք էլի մի անգամ տենց բան արեք, ինչ կլինի։ Հոփուղը ամեն ինչ չի որոշում, չէ՞ որ կա մի ավելի առաքինի զգացում, երբ որ դու քեզ հայ ես զգում, երբ որ դու քո հայրենակցին ձեռ ես մեկնում, երբ որ դու որփին հաց ես տալիս, միրգ ես տալիս, հաց ես տալիս, հույս ես տալիս, սեր ես տալիս։ Օգտվեք էլի, արեք տեսեք տարբերությունը։ Ինչ ասեմ, եթե տենց վերցնեք, ես պետք է անկեղծ ասեմ, ես առանձնապես ինչի չեմ անհանգստանում, որովհետև ոչ մեկ չի հասկանում, որ գուցե Ռուսաստանը Հայաստանից է կախված լինելու։ Մենակ չհամանեք ամպագորգոր բառեր։ Ես հիմա կապացուցեմ ինչի։ Այն, որ աշխարհին սպասում է սով կասկած չկա։ Բոլոր մտածողները ու հերո դիտողները դա հասկացել են։ Ու արևելքի ու արևմուտքի հետ կապող կարևոր հյուսիս-հարավ ճանապարհը Հայաստանի շատ կարևոր է լինելու։ Եկոս Ռուսաստան, այո, պետք է մեզ խնդրի, որ ճանապարհը անցկացնի իր ապրանքադեղ, նեղից ընդեղ, հա, ծորեննա, հացնա, տեխնիկա, ինչ որ այա, կարևոր չէ դա։ Նույնը Չինաստանը, նույնը Հնդկաստանը, նույնը Միջին Ասիան։ Հայաստանը դառնում է լոգիստիկ շատ կարևոր ուղի։ 1. Երկրորդը վերականգնվել է իրականությունը ու արդարությունը։ Աշխարհի քրիստոնեությունը վերադառնալու է Հայաստանը չմիացին։ Այդպես պիտի լիներ ի սկզբանե, բայց տարան Վատիկան չգիտես ինչի, որ այդպես էլ չծառայեց հավատքին։ Ինչպես կասեր Արբակ Խաչատրյանը, նամակը Հռոմի պապի, դուք ստեղծվել եք մարդու հոգևորը պահելու համար, բայց դուք արեցիք ամեն ինչ, որ մարդկությունը կորցնի իր հոգևորը։ Այդ դեպքում ձեր կրոնը ում համար է հարց։ Չէ՞ որ դա հոգևոր սնունդ է, դուք ոչնչացրիք հոգևորը, վաշխառոյական բիզնեսի ու թալանի մոլորակ սարքեցիք, ու դեռ դուրս է գալիս սիմվոլիկ ծափ եք տալիս, խոնարհվում եք, նամակներին ինչի չեն պատասխանում, չեն կարող։ Երկու նամակ ա եկել ձեզ, Արբակ Խաչ, էլի հայից։ Պատասխան չկա, խայտարակված եք դուք։ Ամբողջ ձեր այդ ինստիտուտը չկարողացավ մի հայի հարցի պատասխանը տա։ Սպառված մարդուց ինչ սպասես, հա։ Տիկինգան, ես այնուամենայնիվ ուզում եմ այս հարցը ձեզ էլ տալ, որտեղ մեր հյուրերից շատերին են տվել, որն է ճիշտը, Հայաստանը իր հայացքը ուղղի դեպի Ռուսաստանի Դաշնություն, թե դեպի Եվրոպա։ Գիտեք, ես այնքան դեմ եմ նման որոշման, գցենք ձևակերպմանը, որ անկեղծ ասեմ, որ անգամ ինձ վիրավորում է պարոն Ղոշյան, ինչի պիտի ես նայեմ Եվրոպային կամ նայեմ անդադ Ռուսաստանին։ Ես կարող եմ տարբեր երկրների ժողովուրդների հանդեպ տարբեր մոտեցում ունենալ, հարգել, սիրել կամ անտարբեր լինել, կամ առհասարակ չընդունել, թուրքերի մասնախոսքը։ Բայց որպես իմ երկիրը գնա այս պետության ենթարկվի խոնարհվի կամ նա այդ ով է դա որոշել։ Այդ որ պետության, որ ազգի մասնախոսքը, հայի, որ աշխարհին տվել է քաղաքակրթություն, այսօր մեզ պիտի որոշենք ոչ նրա։ Ամեն մարդ իր սխալ, Ռուսաստանն է ճակատագրական սխալներ արել Հայաստանի համար։ Ես իհարկե շատ լավ գիտեմ, մարդիկ տեղյակ չեն, փաստաթղթերն եմ նայել ուսումնասիրել։ Ի տարբերություն շատ-շատերի, որտեղ Նախիջևանի, Արցախի հանձնումը, Ադրբեջանի կազմի մեջ արհեստականորեն մի հատ ռուսի ու հայ ստորագրություն գոյություն չունի, ծայրից ծայր հրեական, հա? Արևմտյան Հայաստանի փաստաթուղթը նայել եք ով ստորագրել, ով է որոշումը կայացրել, իհարկե հրեաները։ Մի հատ ռուսի ստորագրություն չկա, նրանք էլ են մեր նման դժբախտ, նրանք էլ են հրեաների ճանկերում գտնվում, բախետ ժողովուրդն ինչ անի։ Հիմա դուք պատկերացնում եք, մեզ չափեն մեր ղեկավարների մակարդակով գնանք մեռնենք, էլ ավելավա վերանանք։ Դա մի քիչ խորը մտածեք։ Ուրեմն դուրս է գալի մի խումբ հանցագործների համար,
մի խումբ բարատավոր ու ագահ ամբիցիաներից խեղդված խեղկատակ ղեկավարների համար ազգերն են պատվազրկում, հետո ասեց, տենց եք պատրաստվում ապրելու պայքարել, չէ, ոչ մեկին էլ մենք չենք պատկանալու, աշխարհը մեզանից կախված է լինելու, քրիստոնեության կենտրոն նշանակում է չեզոք երկիր, Ադրբեջանը ես չեմ տեսնում այդ պետությունը, շատ կարճ ժամանակ հետո մասնատվելու է, ամեն մեկն իրան նա վերցնելու, հայերին, պարսիկինը պարսիկներին, կթողնեն մի հատված տալիշներին, լեզգիներին, հիշում եք, եթե հիշեք, մի հավատացեք, հիշեք, չկա այդպես պետություն չի եղել ու չի լինի, մի հատ ջրպզուկի նման արիստական ստեղծեցին, արիստականի ոչինչի չի մնում ժողովուրդ, այդ մեզ համար է, որ ասում ենք, բա հիմա ինչի չկա, պատմությունը չի չափվում մեր ապրած կյանքով 100 տարով պատմությունը հազարամյակներ է եւ վերջին հաշվով ամեն ինչ որոշվում է վերևից իսկ Եվրոպան պարոն Ղոշյանի ես Եվրոպայի արատավորում ընդեղ ապրած մարդ ուրիշ է տուրիստ ուրիշ է արատավորման անսահմանություն արդեն խեղկատակությունն էլ է անցել բար չկա որ ասեք ինչ այլասերված երևույթ կա որ մարդը ուղեղը հնարավոր չի դա պատկերացնել օրենքի ուժ ստացել Ուր են ձեր միջազգային կառույցները, երեխուն մոր ձեռից տանում են սեռը փոխում են փորձի մերը 7 տարեկան երեխուն հանկարծ ասի համաձայն չեմ կզրկեն մայրական իրավունքից հարց միջազգային կառույցներ որտեղ մնաց մոր ու մանկան իրավունքները ասեն մեր չկա մոր իրավունքը իսպար վերացվել է սկզբից հերկեցին հետո վերացեցին ես մի հատ բան եմ ուզում կարդամ Ես վերջերս որ խոսում եք Արբակ Շամյանի հետ Արբակ Խաչատրյանի հետ դեն զույցի ժամանակն ես լավ բան ասեց ու ես գրել եմ որովհետև ես դրանց առունները ճիշտը որ ասեմ չեմ էլ ուզում անգիր անեմ От Матвея 1 глава կարդամ ռուսերեն հետո հայերեն թարգմանեմ Новый Завет Авраам родил Исаака, Исаак родил Иакова, тот родил Иуда и его братьев, Иуда родил Фареза, тот родил Иесея, Давида, Соломона. Ուրեմն այդ տղամարդիկ որ ծնվում են մեկը մի հատ մոր բառ չկա։ Դա կոչվում է Новый Завет առաջի գլուխը։ Հիմա հայերեն ասեմ։ Այդ բոլոր սուրբ գրքերի մեջ ջնջված է մոր նշանակությունը։ Նայեք ինչ են գրել։ Ես չգիտեմ հայերեն Новый Завет ոնց է գրվում, նոր կտակարանում ինչ է գրված։ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Յակովին, Յակովը ծնեց Իուդին, նա ծնում է Ֆարզեին, նա ծնում է Իսեին, Դավիթին, Սալամոնին հերթով, մայր չկա։ Ոնց։ Այդ 9 ամիս մայրը պահի կյանքի գնով, որ կարա մահանացն երեխուն ծննդաբերելու ժամանակ, ինքը ոչինչ է։ Բա ես հարց ունեմ, Աբրահամ, բա դու ոնց ծնեցիր Իսահակին կամ Իսահակը նրան։ Դուք նկատել եք ոչ մի տեղ, ոչ մի Բիբլիայի մեջ մոր նշանակությունը չկա ջնջված է։ Ինչի։ Հիմա ձեզ ասեմ, դա ամենահզոր արժեքն է եղել մոլորակի վրա։ Եվ որպեսզի մոլորակը հասցնեն կործանման վերացման, ըստ սատանայի ծրագրի եւ իր հետևորդների, որոնք կոչվում են սիոնիստներ, առաջինը պիտի մայրը վերացներ։ Մոր նշանակությունը վերացներ ու հազարամյակներ մենք կարդացե խոնարհվե ու մեկը չի համարցակվի կանգնի ասես ինչ է սարել ոնց են էսրանք իրար ծնել հա որտեղ է բա մոր արժեքը ինչ են անում դեմոկրատիա մայրերին կանած բերում են ինչ են անում բերում են բուտաֆորը մի քանի կնիկ որոնք որ ոչ խոսել գիտեն ոչ էլ ցանկություն ունեն խոսելու դնում են ազգային ժողովների մի քանի հոգի հա Ասում են տեսեք, մեր մոտ 25-30% են այդ կանայք։ Ես տեսել եմ 25-30% կանայք, բայց այդպես էլ ոչ մեկից չլսեցի իրական մի հատ, ինչ ասեմ, իրական փաստի արձանագրում բողոքի ձայն, պահանջ մայրական պատգամի բարձրաձայնում, չլսեցի, որտև ինքը իրան լավ փող են տալի, համել ծառայողական մեքենա, լավ ինչքան կարանք ժողովուրդ, մենք մեր անձնական շահի հետևից ընկած, ես ինչ արժեքներ ենք կորցնում, մայրական, ընտանեկան, ազգային, բա որ այդ չկա, ում համար ես, ինչն ես ուզում պահես, որ ասում ես Հայաստանը մեր Հայաստանը ազգային արժեքներով, եթե այդ արժեքը չկա, սա տարած կա,
ազգի իր արժեքներով ու մշակույթով, կրթությամբ ու գաղափարախոսությամբ սա է ապահում պետությունը, ոչ թե իրար կրծելով, մորթելով, պաշտոնի գալով։ Հիմա հասկացաք ինչու նա բանը, արժեքներ, գաղափարական կենտրոններ, Արբակ Խաչատրյան ճիշտ էր ասում, գաղափարական կենտրոններ, արհեստական բանականությունը նենց բաները բացահայտել, հրյաներ ընդեղից ասել են, կարող է այդ մարդը հայ չի հրյա, իրանք նենց լավ համոզված են, որտեղ կա գաղափար, էդի հրյա, այդ արդեն վիրավորանք է հայի համար, հանգստացեք, որտեղից ձեզ են երջանկություն, որ նա հրյա լիներ։ Լավ, տիկին Գայանե, մոտ ապագայում ի վերջո ինչ եմ սպասում։ Մոտ ապագայում, ասեմ ես ձեզ, պարոն Ղուշյան, երբեք չի կարող Հայաստանի իրավիճակը առանձին սուբստանցիա լինի, այսինքն կախված չլինի համաշխարհային իրավիճակից։ Եթե մենք տեսնում ենք հզոր պետություններն են գտնվում սիոնիստների տակը, հրյաներին ամեն ինչ կարելի է, փորձի մի հատ բառ ասես հրյաների դեմ կամ Իսրայելի դեմ անտիսիոնիզմ։ Ես ճիշտ ասած մինչև հիմա ապշած եմ, որ ամբողջ համաշխարհային հանրությունը լռում է, 6 միլիոն մարդ են, մորթե ամբողջ 8 միլիարդը մինչև այսօր 80 տարիա պիտի սքանք, խոնարհվենք, հա, լացենք, բան չունեմ ասելու, ցավալի է, իհարկե ցավալի է, բա 27 միլիոն էլ Ռուսաստանը կորցրեց, բա իրանք ինչ ասեն, Ռուսաստանը չէ, կներեք, Սովետական միությունը, որտեղ մենակ 320,000 հայերը կորցրեցին, հա, բա մենք ինչ ասենք, փոխհատուցող էլ չունենք, Գերմանիան մինչև այսօր ձեզ փոխհատուցում է, որն է խնդրել ապացուցեք, որ 6 միլիոն է եղել, դուք նեղացաք, խիդա պիտի ապացուցենք, դե ձեզ ամեն ինչ կարելի է պիտի հավատանք, անգամ բացահայտ սուտետով չգիտի, որ, հա, այդ դրա մասին է խոսքը, մտածել է պետք, ժողովուրդ չի կարելի գոյատևման հիստերիայով ապրել, փողը կա, հացը կա, դե լավ է իլի, դե լավ է իլի, դե լավ է իլի, տենց չի լինում, լավ չի, քո երեխայի դաստիարակությունից է կախված աշխարհի ապագան, եթե այսօր մեր մայրերը համաշխարհային երթը սկսեն ու բարձրաձայնեն, թե ինչ կարևոր ամոր դերակատարում է ժառանգների դաստիարակությանը, թե ոնց պայքարենք, որ մեր երեխեքին այս առհավիրքից պոկենք ու մենք պահենք, մեր սիրով, մեր կաթից սկսած գաղափարով ու հոգով սնենք մեր երեխեքին ու ամբողջ աշխարհի մայրերը այդպես կփրկենք աշխարհը, հա, կարևորը դա է, որտեղից է սկսվում առհավիրքը, մենակ հանգարց ասեք, մենակ ինձանով ինչ պիտի որոշվի, այդպես ասում են 3 միլիոն, 10 միլիոն, 100 միլիոն, 500 միլիոն, 1 միլիարդ մայրեր, ամեն մեկն ասում է, եթե ես մենակ չէ, մենք բոլորին միացնում ենք, ինչ ենք անում, մենք գրում ենք համաշխարհային երթ, աշխարհի մայրեր, անկախ կրոնից ու ազգից, միանում ենք ընդդեմ պատերազմների եւ այս արատավոր բարքերի եւ առհավիրքի դեմ, բոլոր մայրերս միասին, տարբերություն չկա, պարսիկի մայրն է լացում հայինը, ռուսինը, ֆրանսիացունը, թե հոլանդացունը, մոր արդյունքը նույն մրմուրն է, նույն ցավն է ապրում, անկախ ազգային եւ կրոնի պատկանելությունից։ Ինչպես տեսնում եք, դարձյալ քաղաքակրթությունը Հայաստանից է գնալու։ Լավ, տիկին Գայանե, ինչու մինչ օրս ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում այդպես էլ չդատապարտվեց։ Չէ, կարող դատապարտվել։ Այդ որ բռնում ենք, նստացնում ենք, հետո թողում են, այնտեղ թագավորական ապրում ամ 2 ամիս կամ իրիկուներներ երևի տուն են տանում բերում, հասկանալի է։ Շատ բան գիտենք, բայց ասма կամերայով չենք նկարել, ապացույց չունենք, մենք լռում ենք։ Մենք շատ լավ գիտենք, ձերբակալել է որնա որոշ գումար նորից կանցնի իրանց։ Առևտուր է գնում, փողի, կիսում է գնում։ Ոնց կարա շունը շանթատ գցի, հա։ Դրանք բոլորը մի կազմակերպության վասալներն են, դուք գիտեք իրանք են որոշում։ Ինչ որ մեկը մտածում է, որ կարող է պարոն Փաշինյանը, վարչապետը, ինչ որ բան ինքնուրույն որոշի, հենց այդ մարդը փորձում է մի բան ասի, 2 ժամ հետո հակասելու ուրիշն ասում, ինչ նշանակում։ Հոյ տաստիճան ուղղը թափած չի, որ նա չհասկանա, որ 2 ժամ առաջ ուրիշ բան էր ասել, 2 օր առաջ ուրիշ բան չէ։ Ասում են մոռացի, հիմա ինչ որ ասում եք, էդ ասա, հա։ Բա վասալը գիտեք ով է։ Վասալը մատաղացու ծառայող է։
Քանի քեզ կարա օգտագործի, հենց որ տեսավ արդեն դու արժեք չունես, քեզ լսող չկա, դու պետք չես հակառակը, պայքարա գնում քո դեմ, ինչ անում, ինքն էլ վերացնում է։ Եվ այտենց լինելու է շատերի հետ։ Այսօր որ Զելենսկին պահենք, օգնենք, ու ինչ որ մեկը կար այնքան հիմար լինի, որ ամբողջ Եվրոպա մտածի, որ Եվրոպան անհանգստացած է Զելենսկիով։ Նա ոդաստիճան չի կարելի լի, տենց երկու բջիջով ապրել չի լինում։ Չէ։ Ինքը եղավ մատաղի միս կոպիտ ասած, կօգտագործեն վերջում կամ ինքը իրան սպանի կամ պատահական ինֆարկտից կմեռնի կամ էլ դոզայից, ինձ չգիտեմ ինչ չի հետաքրում դա, բայց որ դատապարտված են, դրանում ոչ մի խոսք։ Մեր վարչապետը շանս ուներ փրկվելու, չմտներ տեխնացուների կազմում, ուղղակի հրաժարական տար գնար փրկվել չէ, չթողեցին։ Ես համոզված եմ, իմ ներքին ձայնն ասում, նորից բերեցին, որ մինչև վերջ օգտագործեն, ու արդեն պարզահա, որպես օգտագործած են շպրտեն դեն։ Ես չգիտեմ, չհասկացավ ինքը, թե հասկացավ, բայց շանս չուներ անելու։ Դրա համար սիրելի ժողովուրդ, միշտ հիշեք, մի ծախվեք, ծախված մարդը չի կարող մարդ լինել, նա կատարող է, նա վասալ է, նա ծառայ է, դա կորած մարդ է, նա կախված է մեկից։ Եվ վերջին հաշվով լավ է մի տարի ապրես պատվով, քան 100 տարի պատված զրկված, սերունդ է սերունդ պիտի ասեն։ Ես ուղղակի ուզում իմանամ, ինչ զգացում ունի վարչապետը, երբ հայտարարվեց թղթերը, դոկումենտները, փաստաթղթերը հրապարակվեցին, որ պապուն դավաճանության համար գնդակահարել է Սովետական միության ժամանակ երկրորդ համաշխարհային պատերազմին գերմանացիներին ծառայելու։ Ես չեմ էլ ուզում այդ կերպարի մեջ մտնել, որ պատկերացնեմ, թե ոնց ես դու, դրանից հետո նա ոնց կարա մարդ ապրի, նա պիտի վրեժ լուծի, պապու տեղն էլ, հոր տեղն էլ, իրա տեղն էլ։ Հա, դավաճանները միշտ պայքարել են որակի դեմ։ Դավաճանը միշտ է դավաճան, մտեն մեկ գենը ինչ հզոր է, պապուց ուր եկավ հասավ։ Դրա համար ես պետք է ասեմ, այդ դատավարությունները բոլորը ժողովրդի բերանը փակելու, ինչպես իրենք են ասում, բերանը փակեց ժողովուրդը, բայց ուղեղն էլ չես փակելու։ Էդի հասունանում հետո մի օր ոնց է պայթելու։ Կամ ասում են, Տիկին Գասպարյան, դուք ասեք, որ ինքը չի ընտրվելու, բայց ընտրվեց։ Ինքը չի էլ ընտրվել։ Բայց ես ասեցի, ինքը չի էլ ընտրվելու։ Իրանք ընտրեն, կբերեն, կդնեն։ Բայց էսի շատ կարճ կյանք ունի։ Սա արհեստական բերված շարունակություն ուղղակի այս պայմաններում պիտի չանեն, բայց այս կարևոր բաներ կա տալու, Սևանը տալ, ճանապարհը տան, հա? Մեղրի, որ կտակ ուրախանակ։ Մի հատ լավ խոսք կա ռուսերեն, Չելավեք պալագայդ, a Bog располагает։ Դեք որն է։ Հա դու մտածի, թե դու ինչ կարող ես անել, կամ ինչ պլաներ ես, Աստված ինչ ուզես, նա է անելու։ Վերջին հաշվով համբերեք, կտեսնեք ինչ կլինի Հայաստանի ճակատագիրը։ Ես օրինակ միշտ հիշում եմ, միշտ չէ հաճախ եմ անդրադառնում այդ թեմային, նոր Ֆաուստը, Արվակ Խաչատրյանը մի հատ ցնցող գործ է գրել, Մայր եւ Սատանա, որ մայրը գրում է սատանային փրկի մարդու ձեռից, Սատանեն արդեն տուժված կողմն է, ժողովուրդ, մարդ արարածի մոտ Սատանեն տուժված է, մարդ արարածը դժողքը, որ պիտի գնային, մոլորակը սարքեց դժողք, իր դերակատարումը Սատանայի վերացավ, ինքն արդեն ավելորդ, ինքը արդեն պետք չէր, ու ինքը փախնում էր այդ երկրից ու չգիտի ոնց փրկվի, մայրը գնում է փրկի, ստացվում ամենաանմեղ զողը այսօր դառավ Սատանան, հա? Էս ինչ օրնանք է մարդկությունը, ու մայրը տեղ զգում է իր մեղքը, էս է իմ դաստիարակած սերունդը, բայց մեդալի երկրորդ երեսն էլ կա, հա, որ դուք զրկեցիք մորը, մոր կերպարակից ու իրավունքից ու նշանակությունից, մոր դաստիարակացնել դա պիտի լինի, մայրը չգիտի ինքը ով է, ինչ պատասխանատվություն, նայեք, կարդացեք, մտեք, կարդացեք, թե հրաշք երևույթ այսօր ամբողջ Գոլիվուդում ամբողջ աշխարհը խնդրում է, որ ֆիլմը նկարահանենք, ուղղակի մենք դեռ չենք համաձայնվում, որովհետև այդ
ֆիլմը չդարձնեն, դա այդ ֆիլմը որ եղավ, դուք չեք պատկերացնի դարաշրջանի ինչ ասեմ, դատավճիրն է լինելու ամբողջ մարդկության ապտակը, հա, բայց մենք չենք ուզում իրանք սարքեն շոու բիզնես բլոկբաստեր, զզվում եմ այդ բառից, հա, բլոկբաստեր, անցանք։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, իրանք համենայն դեպս հասան իրենց նպատակին, մեծ մասը մարդկության վերածեցին բիոմասային, վերացնելով իրական արժեքները, մոր արժեքը, մոր պատգամը, մոր պատասխանատվությունը, մենք չնկատեցինք 2000 տարյա մենք այդ սուտը լսում ենք, երեսի տապտակի մյուսը դեմ տուր, մինչև հիմա այդ ենք անում, թուրքինների ու սիրի, այսօր արդեն օրենքի ուժով են ասում, պիտի ներես սիրես, հասկացաք ինչ նշանակում ազգի նախրացումը, բիոմասայի վերածելը, բա մենք այդ ազգն ենք սիրելի ժողովուրդ, իհարկե չէ, ամեն մեկը պարտավոր է ապացուցել հակառակը, որ այս հնավուրց, հզոր գաղափարախոսք, քաղաքակրթություն ճան հիմք հանդիսացող ազգը չի ենթարկվում ոչ մի զոմբիացմանը, կլինեն, մի մասը զոմբիներ կլինեն, տենց ազգ չկա, որ իր թափոնը չունենա, 10-15% կունենանք, բայց ամեն մի հանճարը 4 ազգ արժի, ոտի կանգնի, սիրելի հայ ժողովուրդ, առաջինը մի հատ գնահատե քո արժեքը, դու մեծ տիտղոս ունես, հայի տիտղոս, այդ հերիքա, որ դու երջանիկ զգաս, իսկ հայ տիտղոսը գիտեք որն է, 3 կարևոր արժեք, Աստծուց տված, ինչն է, խիղճ, այո, հոգին ու գաղափար, ես մոռացա մի բան ասեմ, կներեք, եթե չմոռանաք, այդ 3 արժեքները պահեք, վերջերս չեմ կարող չասել, կներեք պարոն Ղուշյան, թեմայից ձեր հարցերից դուրս է դա, վերջերս հանդիպում եմ ԱԱՑ-ի աշխատակից, նախկին աշխատակից, որը դուրս է եկել, ու այդ նախկին աշխատակիցը ինձ ասաց, որ հանդիպեցին ծանոթ էր, ինքեր չեմ կարող ասել, այ բարև ձեզ տիկին Գայանե, բարև, կարճ եմ կապում, ասում եմ, բա ինչի դուրս է կար, իմ չեմ 2 տարի առաջ, մի տարի առաջ դուրս է եկել, ասես տիկին Գասպարյան, անենց արատավոր ծրագիր մցրեցին ու պահանջեցին ԱԱՑ-ին եւ ոստիկանությանը, քաղաքային ոստիկանության պետները տեղ նստած ինչ են որոշել։ Լավ լսի ժողովուրդ, որ խափված մոլորված ոչխարի դերում չլինենք մենք։ Չէ, ճիշտ ինչքան էլ ցավալի է, պիտի ճիշտը ընդունես։ Ուրեմն որոշում են կայացրել այս կառավարության օրոք, միգուցե նախկինում էլ եղել չեմ կարող ասել։ Ուրեմն այդ կառավարության օրոք որոշումը, որպեսզի բոլոր հայ գործարար, ռուսերեն ասած ավտորիտետնի, այսինքն արժեք ներկայացնող, հայ տղամարդու հեղինակություն ներկայացնող տղամարդկանց թշնամացնել միմյանց դեմ, լարել իրար դեմ, որ չմիասնական չլինեն, որովհետև այդ ուժը, որ միասնական լինի, օդս կցնդի այս արատավոր երևույթները, ինչ են արի գիտեք, ուրեմն կանչում են մի գործարարի ու ասում են, որ այս ինչ մարդը տես քո վրա գործ ա տվել ու ինչ որ գրում են դերասանի հետ դերասան են ճարում ձայնագրում են իբրև թե խոսացել են գախնի ձայնագրել են մյուստեղ էլ ասում է գրավոր վրա այդ գործադեր եկել ա մեզ սաղ գործատվել մեր վրա նույն ժողովրդի լեզվով եմ ասում էլ այսինքն մատնել ա թե ինչ արել ա ես ճիշտ ասած տենց հեշտությամբ չկարողացա ընկալեմ ու հանկարծ հիշեցի երբ որ մեր քաղաքային ոստիկանապետը Երևան քաղաքի մի հատ կար տատուս 50 դուկի կառուցվածքով մի հատ որ նայում ես դեմքին ու ասում ես սա ոնց է ապրե այդ ով պիտի դրան առներ յախք բառից ուրիշ բառ չի առաջանում մոտդ ու այդ ապուշի նման կանգնեց ասեց Արթուր ինչ աներ Ասատրյան Արթուր Ասատրյանը գիտես չգիտենք որ գործ էր տալիս Գագիկ Ծառուկյանի վրա ես այդ անձամբ եմ տեսել անձամբ ու մեկը հարց տար որ յանամ իրենց գործ տվող կադրն է սեղել իրենց ինչ են ասում գործակալն եղել բա հիմար խի որ մեկնա գործակալի անունը բարձրաձայնում հա բա դու քո գործակալի անունը որ բարձրաձայնեցիր քո վզից պիտի բռնեին ու շպրտեին դուրս բայց այդ գործակալը կարող է էլի մեկի համար գործ տար հա տական չամաչեցիր նա նրան ուրեմն եթե նրան պետք եղավ Գագիկ Ծառուկյանի որևէ բան ասեր քո նման կուղբի միջոցով քո նման արատավոր
ծախու ինչ ասեմ, տականք ամբարոյականի միջոցով չելանի, ինքը կգար Ծառուկյանի մոտ կամ կզանգեր կասեր, եղբայր, ես բանը դուրս չեկավ կամ ես բանը ճիշտ չես արել, իրանք իրարից կզրուցեն կասկան, ատենց եք բոլորին լարել Ռուսաստանի հայերի հատկապես և Հայաստանի հայերի միջև, տղաներ խնդրում եմ ուշադիր լինեք, ուշիշով հետևեք ու հասկացեք, որ դանք հատուկ ծրագրի շարունակությունն է, չէ, այդ տղեկը չեն, ինքը կգա ու կասի իրար հետ լեզու կգտնենք, ես ինձ ոչ մեկն էլ հարազատս չի, ոչ էլ հորեղբորս տղեկն են կներեք, թեև հորեղբորս տղան է լինի, եթե նա սխալ է, ուրեմն սխալ է, իմ համար կապ չունի։ Այսպես բաներ կան, այսօր ժողովուրդ խնդրում եմ դա իմանաք։ Շատ կարևոր միտք արտահայտեցիք Տիկին Այո։ Գայանը, պետք է հաշվի առնել։ Շնորհակալ եմ աչոր բանվար։ Խնդրեմ։ Սերի բարեկամներ, Մայր Հայաստան 21-րդ դար հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ հրապարակախոս Գայանե Գասպարյանն էր իր հերթական բացահայտումներով։ Այսօր այսքանը, ցտեսություն։